2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, երբ որ Արցախյան ամբողջ բնակչությունը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, մասնավորապես քննչական կոմիտեի կողմից տարբեր վարույթների առթիվ նախաձեռնվել են տարբեր վարույթներ։ Տարբեր փաստերի առթիվ նախաձեռնվել են տարբեր վարույթներ հասկանալի պատճառներով։ Այդ նախաձեռնված վարույթների շրջանակում թվով 3 վարույթի շրջանակներում Արցախյան Հանրապետության նախագահ հարձակվել, այսինքն երբևէ Արցախյան Հանրապետության նախագահը որևէ հարձակությունից չի խուսափել եւ ամեն անգամ քննչական կոմիտեի կանչով պարտաճանաչ ու պատշաճ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին եւ ինտենսիվ հարձակվել։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս վարույթին, ինչպես հայտնի է դարձել, նախաձեռնված է պատերազմի ժամանակ զինվորական ամբողջության եւ ռազմամթերք, զենք զինամթերք շնամուն հանձնելու հետ կապված նախաձեռնված վարույթ է, որի շրջանակներում թե ինչ բովանդակությամբ հարցեր է հնչեցնում Սամվել Շահրամանյանին կամ ինչ բովանդակությամբ պատասխաններ է տրվում վերջինիս կողմից կամ ավելի մանրամասն տվյալներ ներկայացնել, ինչին է վարույթը վերաբերում, ես ցավոք չեմ կարող, որովհետև գործով վարույթն իրականացնող մարմինը, մասնավորապես քննիչը մեզ նախազգուշացրել է նախաքննության ընթացքում հայտնի դարձած ամեն մի տվյալ հրապարակելու անթույլատրելիության մասին։ Այդ մասով եւս չեմ կարող որևէ տեղեկություն տրամադրել, եթե չեմ սխալվում, լրատվամիջոցներում տեղեկություն, որ վարույթը նախաձեռնել է Սամվել Բաբայանի կողմից հրապարակավ կատարված հայտարարության եւ հետագայում ներկայացված հաղորդման հիման վրա։ Ես կոնկրետ նշել վարույթը, թե ինչի հիման վրա է նախաձեռնել կամ ինչի շուրջ է հարձակվում Սամվել Շահրամանյանը, չեմ կարող։ Այնուամենայնիվ, այն թույլ տվեք ավարտեմ, այնուամենայնիվ պարտադիր ցանկանում եմ նշել, որ այսպիսի ինտենսիվությամբ Սամվել Շահրամանյանի հարձակությունից անգամ վերջինիս չի խուսափում։ Լինելով գերզբաղ ու բազմազբաղ, ինքը պարտադիր ամեն մի հարձակությունության արդեն այսօր, եթե չեմ սխալվում, 4-րդ կամ 5-րդ հարձակությունն է, երբ որ վերջինս ներկայանում է, եւ ամեն անգամ 4-5 ժամ տևողությամբ հարձակվելուց ինքը չի խուսափում։ Ունի բացառապես վարույթով վկայի դատավարական կարգավիճակ, իսկ համացանցում եւ սոցիալական այլ հարթակներում տարածված այն տեղեկությունը, իբրև Սամվել Շահրամանյանը գործով ունի ձերբակալվածի, կալանավորի, մեղադրյալի կամ փաստացի մեղադրյալի կարգավիճակ իրականությանը որևէ կերպ չի համապատասխանում։ Մեղադրական բնույթի հարցեր վերջինիս կարելի ասել չեն հնչեցվում, թե ինչ նպատակով են այդ հարցերը հնչեցում, ես եւս չեմ կարող ասել, այնուամենայնիվ ցանկանում եմ վերստին հայտարարել, որ Սամվել Շահրամանյանը ունի բացառապես վկայի կարգավիճակ եւ որևէ մեղադրանք նրան այս պահեդրությամբ առաջադրել։ Պարոն Երիցյան, տեսեք, այս գործը նախ երբ է հարուցվել, ինչի 23 թվականի մասին է խոսքը գնում, ես ճիշտ եմ հասկանում, չէ՞, վարույթը հենց այդ 23 թվականի դեպքերից հետո, բայց ինչի 2 տարի անց այն հենց ժամանակ, երբ որ Արցախի խորհրդարանը պետք է ընտրեր նախագահի, որովհետև Սամվել Շահրամանյանի ժամկետը նախագահի լրացել է։ Այսինքն դեռ հայտնի չի, ընտրել են նոր նախագահ, չեն ընտրել, վերընտրվել է պարոն Շահրամանյանը, թե չէ։ Այս վերջին քանի օրերի ընթացքում է ինքը 4-որդ անգամ հարձակվում, այնց այդ հետաքրքիր։ Վերջի 2 շաբաթվա ընթացքում 4-րդ անգամ հարձակվել է, սկսեմ վերջից, ինչ վերաբերում է վարույթին, թե ինչու է հիմա հարձակվում, ես չեմ թաքցնի նաև իմ մտահոգությունը այդ մասով եւ կհայտարարեմ, որ այո, իրավական տրամաբանությունը հուշում է այն, որ 2023 թվականի նման փաստի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում Արցախյան Հանրապետության նախագահը երևի թե պետք է լիներ առաջին անձանցից մեկը, որ այս վարույթի շրջանակներում պետք է հարձակվեր։ Եվ իրավաբանական տրամաբանությունը կամ իրավական տրամաբանությունը հուշում է հենց այն, որ դեռևս 2023 կամ առնվազն 2024 թվականի վարույթ նախաձեռնելուց հետո, եթե կարելի ասել, 1 ամիս անց Սամվել Շահրամանյանը արդեն պետք է լիներ հարձակված։ Այնուամենայնիվ նրա հարձակությունը սկսվել է հիմա 2025 թվականին, առաջին անգամ վերջինս հարձակվել է 2025 թվականի մայիս ամսվա կեսերին, այսօր դեռևս շարունակական է լինելու հարձակությունը, ես կրկնում եմ ինտենսիվ կերպով հարձակվում է եւ դա տրամաբանական է, ես կարող եմ ընդհանրապես վարույթն իրականացնող տեսեք, վարույթը նախաձեռնվել է 2023 թվականին, 23, այո, վարույթ նախաձեռնել 2023 թվականի, եթե չեմ սխալվում, հոկտեմբեր ամսին։ Ես կարող եմ ընդհանրապես հայտարարել վարույթն իրականացնող մարմնի բարձրաձայնած այն դիրքորոշումը, որ այս վարույթը կրում է նաև պատմական բնույթ։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը իդեմս միգուցե նաև քննչական կոմիտեի փորձում է բարձել իրողությունը եւ սա ավելի շատ ինֆորմացիա ձեռք բերել, ինչ է տեղի ունեցել կամ ինչ չի տեղի ունեցել, հետագայում
պատմության դա որևէ մաս դարձնելու նպատակով։ Պարոն Երիցյան, ովքեր են նաև այլ անձինք, պաշտոնյաներ, որոնք վկայի կարգավիճակով այս ընթացքում հարձակվել։ Ջալավյանի եւ Սամվել Բաբայանի անուններ շրջանառվում։ Տեսեք, կոնկրետ Ջալավյանի մասով ես որոշակի հայտարարություն կկատարեմ, այսօր տեղեկացա, որ նաև տարբեր լրատվամիջոցներում Սամվել Շահրամանյանի եւ Ջալավյանի ու լուսանկարների միացված վիճակում հրապարակվել է եւ այդ մասով որոշակի հայտարարություն է կատարվել։ Ես շտապում եմ տեղեկացնել, որ Սամվել Շահրամանյանը այս վարույթի շրջանակներում Ջալավյանի հետ որևէ առնչություն չունի։ Այս վարույթի շրջանակներում իրան անգամ Սամվել Շահրամանյանին իրան առնչվող, այսինքն կոնկրետ ձեր նշված անձին առնչվող որևէ հարցեր չեն հնչեցվել եւ առհասարակ նրա լուսանկարների համատեղ հրապարակումը ես համարում եմ ոչ տեղի։ Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, կրկին կաշկանդված լինելով նախաքննության գաղտնիքը չհրապարակելու դիրքորոշմամբ կամ տված ստորագրությամբ ես կրկին չեմ կարող այդ տվյալները մեջ բերել։ Այնուամենայնիվ պետք է հաշվի առնել, որ Սամվել Բաբայանը հանդիսացել է ժամանակին հանդիսացել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար եւ ունեցել է Արցախում քաղաքական երկրորդ թիմի, եղել է քաղաքական երկրորդ թիմը ազգային ժողովում անգամ երկրորդ տեղն է զբաղեցնում եւ բնականաբար նորմալ եմ համարում, որ այս վարույթի շրջանակներում ինքը եւս արձակվում է։ Մեզ հայտնի են դարձել որոշակի տվյալներ, ինչի շրջանակներում էինք արձակվում, ինչպիսի տվյալներ էինք ներկայացրել վարույթն իրականացնող անդամին։ Կիսում ենք նրա մոտեցումը, չենք կիսում, կամ առհասարակ այդ կապակցությամբ ինչ դիրքորոշում ունենք, եւս չեմ կարող ասել, որովհետեւ դրանք արտահայտված են Արցախի Հանրապետության նախագահի Սամվել Շահրամանյանին տրված պատասխանները։ Իսկ կան մարդիկ, որ Ինչի կողմից պարզաբանվել է, թե ինչու միայն 2 տարի անց Սամվել Շահրամանյանը նոր հարձակվում է։ Հիշում նրա մասին։ Ճիշտ եւ տեղին հարց եք հնչեցնում։ Ես կարծում եմ քննչական կոմիտեն պետք է այս մասով հանդես գա պաշտոնական հայտարարությամբ եւ պարզաբանի, թե ինչու 2023 թվականի հոկտեմբեր ամսի նախաձեռնված վարույթի շրջանակներում Սամվել Շահրամանյանը հարձակվում է հենց հիմա։ Կարծում եմ դրա տրամաբանությունը ինչ որտեղ կայանում է նաև նրանում, որ նրանք փորձում էին ավելի շատ տվյալներ բարձել, որպեսզի Սամվել Շահրամանյանին հարձակվեին։ Սամվել Շահրամանյանին արգրաված մեքենան, որ սպասարկում էր նրան Սամվել Շահրամանյանին արգրաված մեքենան կամ այդ փաստի արդի նախաձեռնված վարույթը, այս վարույթի հետ որևէ առնչություն չունի, այդ վարույթի հետ առնչություն չունի, այդ մասով ես մի քանի անգամ հայտարարությամբ եմ հանդես եկել, տեղի ունեցել իրավական պրակտիկայում նախադեպը չունեցող երևույթ, քննիչը մեքենան վերադարձրել են, թե դեռ շարունակում են թողեք ավարտեմ։ Մեքենան խուզարկված եղել է, միջև արգրավումը մեքենան արդեն խուզարկված եղել է։ Արցախի Հանրապետության ներկայացության դարպասները ջարդելուց եւ այդ մեքենան արգրավելուց հետո այդ նույն քննիչից մեկ այլ քննիչ այդ ավտոմեքենան արգրավել է, որովհետեւ այդ քննիչի արգրավումը արդեն ճանաչվում էր ոչ իրավաչափ։ Միջև հիմա ինչ է կատարվում մեքենայի հետ, ինչ ճակատագրի արժանացել մեքենան, մեզ համար անհայտ է, իմ համար ավելի քան ակնհայտ է այն, որ մեքենայի արգրավումը կրել է զուտ ձևական բնույթ, այսինքն դա չի կատարել դատավարական այս կամ այն գործողությունը կատարելու նպատակով եւ դրանով ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը իդեմս քննչական կոմիտեին նպատակ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահին զրկել իրենց սպասարկող ավտոմեքենա։ Պարոն Երիցյան